որոնք են մամա լինելու թույն պահերը։ Բացի նրանից, որ լիքը տարբեր ավադոկներ ես ունենում, շատ տարբեր հերոսների, հղիության առաջին իսկ վայրկյանից սկսած ուղակի վայելքների մեջ ես լինում։ Ինձ թվում է անգամ եթե հղիությունը շատ վատ ենք տանում, շատ տանջվում ենք այդ ընթացքում, հղիության ընթացքում արդեն իսկ լինում են այն պահերը, երբ որ դու զգում ես, որ այն ինչ որ զգում ես դու, մենակ դու գիտես թե այդ ինչ է։ Դու զգում ես առաջի անգամ երբ է քո երեխան քո ներսում շարժվում։ Մենակ դու գիտես այն հիանալի սպասման պահը, երբ որ անհամբեր ես, որովհետև ուզում ես իրան առաջին անգամ վերջապես տեսնես դրսում, երբ որ առաջին անգամ վերջապես կգրկես իրան, կկպնես, հոտը կքաշես, մաշկի նրբությունը կզգաս։ Մենակ մամաները գիտեն, թե ոնց են իրանք զգում իրանց երեխու սերը։ Այդ սերը ուղղակի սահման չունի, բացատրություն չունի, պատճառ չունի, պայման չունի։ Ամենաահավոր իրավիճակում, երբ որ, չգիտեմ, երեխան հիվանդ է, շատ վատ է, կամ ջղայն է, կամ տխուր է, կամ զգացողություն ունես, որ այս պահին ինքը քեզ չի սիրում, մեկը դու այդ ամենի մեջ զգում ես իր անսահման ու անպայման սերը։ Պայմանը շատ կարևոր բան է, որովհետև իրանք ուղակի սիրում են քեզ, ոնց որ դու ես իրանց սիրում, բայց զգալ, որ ինչ որ մեկը քեզ կարա տենց սիրի, ոնց որ դու իրան ես սիրում, այս ինձ թվում է երեխու հետ է հնարավոր։ Անբացատրելի ու կարող է ինչ որ միտեղ նաև մի քիչ վախենալու է այն կապը, որը որ դու ունենում ես քո երեխու հետ, հա, օրինակ ասենք, չգիտեմ, կարող ես զգաս ու կանխարգել ես ինչ որ մի հատ վատ միջադեպ, որը կարար հենց նոր իր հետ լիներ, կամ հայտնվես հանկարծ այն պահին իր կողքը, երբ որ, չգիտեմ, դու շատ պետք է իրան, կամ առանց բացատրելու զգաս, թե ինքը հիմա ինչի համար է այդ վիճակում, որում որ դու իրան տեսնում ես։ Երբ որ երեխա ես ունենում ու երեխան փոքր է, շատ մի հատ հետաքրքիր նաև զգացողություն ու երևույթ կա, քո կողքը գտնվող մարդը, իմ ամուսինը օրինակ, ես նկատում էի, որ ոնց որ ինձ սիրի երեխու աչքերով։ Շատ հաճախ նկատում էի, որ ոնց որ երեխու սիրո արտահայտությունը նաև ինչ որ ձևով զուգընկերոջ մեջ լինի։ Չգիտեմ, ինչ որ ուրիշ յուրահատուկ նրբությամբ, յուրահատուկ ուշադրությամբ, գիտակցությամբ, որ ինքը շնորհակալ է այն երեխու համար, որին մենք հիմա ունենք ու վայելում ենք իրան ու վայելում ենք իր սերը ու նաև մեր սերը երեխու նկատմամբ։ Հիմա քանի որ իմ երրորդ երեխան ընդամենը 3 տարեկան է դեռ, շատ ավելի թարմ են իմ հիշողությունները փոքր երեխեքի հետ կապված ու երբ որ հիշում եմ առաջի անգամ, երբ որ ինքը ինձ ուղղակի առանց հասկանալու ասեց. «Մամա, ես քեզ շատ եմ սիրում», ես չեմ հիշում ինձ ուրիշ մի որևէ օր այդքան ուրախ, չնայած այդ արտահայտությունը արդեն երրորդ երեխայից էի լսում ու հազարավոր անգամներ լսել էի մյուս 2 երեխեքիցս, բայց քանի որ այս երրորդինն էր ու առաջի անգամ էր, որ ինքը առանց հասկանալու, թե այդ սերը ինչ է, մամա ես քեզը ինչ է նշանակում, հանկարծ մի օր գիշերը ինձ ասեց, որ ինձ շատ է սիրում։ Ուզում եմ կիսվեմ իրականում այս սիրո զգացողությամբ, որովհետև շատ իմ կողքը երիտասարդ աղջիկներ, ովքեր ուզում են ինչ-որ մի օր իրանց կյանքում ինչ-որ մի պահի մայրանան ու ինչ-որ հարցեր են տալի ու որպես կանոն դժվարությունների մասին են հարցեր տալի ու նաև հաճախ ցավոք լսում եմ բան, որ հա չէ ես հիմա հասկանում եմ, որ ես պատրաստ չեմ մամա լինելու, ինչը որ լրիվ նորմալ է, հա, ինչ որ մի պահի կարողա պատրաստ լինեք, կարողա չլինեք, բոլորը չեն որ երեխա են ուզում ունենան, բայց ես մտածում եմ, որ մենք մի քիչ ենք խոսում այն գեղեցկության, այն զգացմունքների, այն անփոխարինելի բաների մասին, որ իրականում մայրությունը մեզ տալիս է։ Ու ամենահաճելի պահը ինձ թվում է մայրության այն է, որ այն ինչ որ դու ունենում ես քո երեխու հետ, մենակ դուք եք ունենում, այդ մենակ ձերն է։ Ցանկացած ուրիշ բանով դու կարաս կիսվես այս աշխարհում, քո ուրախությունով, քո տխրությունով, քո մտահոգություններով, բայց մենակ երեխու հետ սերն է իր կողմից ու քո կողմից իր նկատմամբ, որ ուղղակի անբացատրելի ու անփոխարինելի է, ու այդ մենակ մերն է, ու այս զգացողությունը ահավոր ջերմացնում է, ու իրական այս զգացողությունը ինձ թվում է մեզ շատ ուժ տալիս, որովհետև ցանկացած բան որ լինում է, մենք այնքան ներքին ուժ ունենք պայքարելու, հաղթահարելու, հիվանդություն, դժվարություններ, անհաջողություններ, չգիտեմ, ցանկացած բացասական բան, առանց անգամ մի պահ մտածելու կամ նստելու, կանգառ առնելու, բողոքելու, ուզելու փախնելու այդ իրավիճակից,
Չէ, կարանք իրականում մեկ-մեկ ուզենք փախնենք այդ իրավիճակից, բայց մեկը ինչ որ անբացատրելի ուժ ունենք, որը ինձ թվում է երեխու ծնվելու առաջին իսկ պահից, ես կասեի հղիության առաջին իսկ վայրկյանից մեր մեջ ինչ որ անբացատրելի ուժ է գեներացնում, որը դու հետո անընդհատ ունես այդ երեխու հետ կյանքը հաճելի, հուզական ու անսահման հոգատարությամբ ապրելու համար։ Այս ամեն ինչը ուղղակի վայելելու համար պետք է իհարկե երեխեն պլանավորված, սպասված ու նաև գիտակցական լինի, որովհետև երբ որ դու ունենում ես երեխա, դու ուղղակի չես ունենում իրան ու խոստանում, որ դու իրան միշտ սիրելու ես կամ չգիտեմ հոգ ես տանելու իր մասին, իրականում այդ շատ մեծ պատասխանատվություն է, հա, դժվարություններից ամենամեծը հենց պատասխանատվությունն է։ Ու երբ որ դու ունենում ես երեխա, քո կյանքի առաջնահերթությունները միանշանակ փոխվում են։ Քո կյանքն է փոխվում ընդհանրապես, բայց երբ որ դու իրան սիրելով ես ունենում, սպասված ես ունենում, դու հանգիստ ես լինում այդ առաջնահերթությունները տեղափոխելու հետ կապված։ Ենթադրում եմ, որ բոլորս էլ մեր երեխեքին շատ ենք սիրում, բայց իմ համար օրինակ շատ կարևոր է, որ այս առօրյա հատկապես ներկայիս կյանքի խենթությունների արանքում ինչ որ մի հատ պահ գտնես ուղղակի զգալու այդ սերը, զգալու երեխուն, չգիտեմ, եթե դրա համար քեզ պետքա մի հատ մոտենաս իրան գրկես, պաչես, ասես, որ սիրում ես նոր զգաս, կամ մի հատ ուղղակի նկար տեսնես, նստես ու մի վայրկյան զգաս, այդ մի վայրկյանը շատ կարևոր է, շատ ջերմացնում է ու շատ ուժ է տալիս մեզ։